Թուրքիան Սիրիայում կիրառված մարտավարությունը փորձում է տեղափոխել Իրանի ուղղություն։ Տարածաշրջանային զարգացումները վերլուծող մի քանի փորձագետներ նման գնահատականներ են հնչեցնում, նշելով, որ եթե այդ սցենարը կյանքի կոչվի, կփոխվի ոչ միայն Իրանի անվտանգային միջավայրը, այլև տարածաշրջանում ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Այս գնահատականների հիմքում վերջին շաբաթների զարգացումներն են։ Մի շարք հրապարակումների համաձայն Իրանի տարածքում քրդական զինված ակտիվության հնարավոր սցենարը չի իրականացվել։ Թուրքիայի կոշտ դիրքորոշման պատճառով իսրայելական i24 News-ի փոխանցմամբ Անկարան դեմ է արտահայտվել նման զարգացմանը, իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թուրքիան աջակցել է Իրանի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Սակայն փորձագետների համոզմամբ Անկարայի այս քաղաքականությունը պայմանավորված չէ միայն Իրանի անվտանգությամբ։ Երբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նպատակ ունեին քրդերի միջոցով ինչ-որ ցամաքային ներխուժում իրականացնեն Իրանի արևմտյան սահմաններ, դա Թուրքիան է եղել, որ ուղիղ զանգով կանխել է դա, սպառնալով, որ եթե քրդական միավորումները ներխուժեն եւ զինյալ պայքար սկսեն ցամաքային ձևով, ինքը միջամտելու է եւ դա կասեցվեց, բայց ամեն դեպքում այնպես չէ, որ Թուրքիան դա բարի կամքի դրսևորում է ցուցաբերել Իրանի հանդեպ։ Բարի կամքի դրսևորում չէր, որովհետև Անկարան ձգտում է կանխել իր սահմանների մոտ նոր քրդական ինքնավար կամ պետական կազմավորման առաջացումը, որը կարող է ազդեցություն ունենալ նաև Թուրքիայի հարավարևելյան շրջանների վրա։ Հարութ Արտին Առաքելյանը զուգահեռներ է անցկացնում Սիրիայի հետ, որտեղ Թուրքիան տարիներ շարունակ ռազմական գործողությունները հիմնավորում էր ազգային անվտանգության նկատառումներով, իսկ հետագայում ստեղծեց անվտանգության գոտիներ եւ երկարաժամկետ ռազմական ներկայություն ապահովեց այդ տարածքներում։ Թուրքիան ինքը չի ցանկանում, որ քրդական միավորումները տարածաշրջանում կարողանան գործոնի վերածվեն եւ Միացյալ Նահանգների կողմից օգտագործման հետևանքով իրան կարողանան ինչ-որ անկախ միավորում ստեղծել։ Փորձագետն այս զարգացումները կապում է նաև տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում թրիփ նախաձեռնության շուրջ ընթացող քննարկումների հետ։ Նրա կարծիքով Իրանի հյուսիս-արևմուտքում ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխությունը կարող է անդրադառնալ նաև այդ ծրագրերի իրականացման վրա։ Թուրքիայի միակ նպատակներից, եթե ինքը փորձի Իրանի տարածքում բուֆեր ստեղծել, Իրանը Հայաստանի սահմանից անջատելու նպատակով կլինի։ Իրանի սահմանը կտրվի Հայաստանի հետ, Թուրքիան այդ բուֆերային գոտին, որ ստեղծելու է, դա կարող ենք համարենք հենց լինելու է թրիփի համար բուֆերային գոտի։ Միաժամանակ Միացյալ Նահանգները շարունակում է Իրանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը, համադրելով տնտեսական պատժամիջոցները, տարածաշրջանում ռազմական ներկայությունն ու դիվանագիտական գործիքները։ Փորձագետների գնահատմամբ այս քաղաքականությունը կարող է ստիպել Թեհրանին իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնել հարավային ուղղությամբ, ինչի հետևանքով երկրի հյուսիս-արևմուտքում կարող են առաջանալ անվտանգային նոր մարտահրավերներ։